Երեք աջափնյակը վերածվել էր իսկական մարտադաշտի, կրակոցներ, 1 զոհ, 6 վիրավոր, որոնցից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր։ Եվ սա այն պատկերն է, որը մենք պարբերաբար տեսնում ենք Երևանի փողոցներում, սա ամենևին առաջնագծի պատկեր չէ, սա Երևանի սովորական բակերից մեկի պատկերն է։ Ընդհանուր առմամբ վերջին 8 տարում հանցավորությունների աճի տեմպերը Հայաստանում պարզապես սարսափեցնող են։ Մի քանի թվեր, որպեսզի պատկերացնենք։ Այսպիսով, վերջին տարիներին, 8 տարիներին զենքի գործադրմամբ հանցագործություններն աճել են 29 անգամ, սպանության փորձերը 3-6 անգամ։ Միայն վերջին 1 տարում հրազենով կատարված հանցագործությունների թիվն աճել է 40%-ով։ Այստեղ հարց է առաջանում, իսկ որտեղ են մեր ուժային կառույցները, ընդհանրապես ինչով են զբաղված դրանք։ Պատասխանը շատ պարզ է, նրանք զբաղված են իրենց համար շատ ավելի կարևոր գործերով, նրանք զբաղված են քաղաքացիներին հետապնդելով, զբաղված են սրբազաններին կալանավորելով, գաղտնալսելով, նրանք զբաղված են ընդդիմախոսներին լռեցնելով, եւ մինչ այս ուժային բոլոր կառույցները զբաղված են իրենց վերադասների ուղիղ հրահանգավորմամբ իրականացվող ապօրինի հետապնդումներով, նրանց բյուջեն, նրանց հատկացվող գումարները քաղաքացիների հաշվին էականորեն աճում է։ Պարզապես 2 թիվ, որպեսզի պատկերացնեք։ 2018 թվականին, այն ժամանակ դեռ ոստիկանություն էր, ոստիկանության բյուջեն Հայաստանում կազմում էր 63 միլիարդ դրամ։ Ընդամենը 8 տարի անց այն հատել է 210 միլիարդ դրամի շեմը։ Այսինքն 8 տարվա ընթացքում մենք սկսել ենք 3 անգամ ավելի շատ վճարել ուժային այդ կառույցին, որպեսզի ստանանք 3-6 անգամ ավելի շատ սպանության փորձեր։ Ահա սա է պատկերը։ Այսինքն, մինչև իշխանությունները քաղաքացիների հարկերից գոյացած միջոցների հսկայական մաս ուղղում են զուտ իրենց ու իրենց մերձավորների անվտանգության ապահովմանը, քաղաքացիների ճակատագիրը մնացած է բախտի քմահաճույքին։ Հայաստանում այսօր գերպաշտպանված է իշխանական վերին բուրգը, իսկ մյուս քաղաքացիների անվտանգության եւ խոշոր հաշվով մնացած բոլոր հարցերը թողնված են բախտի քմահաճույքին։